Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ես Փիսոն եմ։ Այո կատու, այո խելացի եւ այո շատերից ֆինանսապես ավելի կարգապահ։ Ինչի եմ ասում, որովհետեւ դուք աշխատավարձ եք ստանում ու չգիտեք ուր է անհետանում։ Իսկ ես մի հատ պահածոյից գումարը 3 շաբաթ առաջ արդեն պլանավորած եմ լինում։ Այսօր խոսելու ենք մի թեմայից, որ դուք սովորաբար շրջանցում եք, ինչպես ես լոգանք ընդունել եմ՝ ֆինանսական գրագիտություն։ Ու չէ, սա բանկերի կամ հարուստների համար չէ։ Սա կյանքի հմտություն է, ինչպես օրինակ իմանալ, որ պոչիդ վրա նստել պետք չէ։ Ինչ է ֆինանսական գրագիտությունը։ Շատ պարզ ասեմ, ֆինանսական գրագիտությունը իմանալն է, թե ինչպես վարվել քո գումարի հետ, ոչ թե ինչպես թողնել, որ գումարը քեզ իշխի։ Սա նշանակում է հասկանալ, որտեղից է գալիս գումարդ, ուր է գնում, որքան կարող ես ծախսել կամ որքան չես կարող, եւ ամենակարևորը, ինչպես չմնալ ամսվա կեսին դատարկ գրպաններով ու լիքը ստրեսով։ Ես օրինակ գիտեմ, որ եթե այսօր 2 անգամ համեղ բան ուտեմ, վաղը միայն 4 կեր է լինելու։ Դուք էլ պիտի իմանաք։ Դուք դպրոցում սովորել եք քառակուսի հավասարումներ։ Հիանալի է, բայց երբևէ ձեզ սովորեցրել են ինչպես կազմել բյուջե, ինչ է վարկն իրականում, ինչու է վերցրու հիմա վճարիր հետո վտանգավոր։ Ֆինանսական գրագիտությունը քեզ տալիս է ազատություն։ Ազատություն ամեն առաջարկին այո չասելու, ամեն գովազդի հետևից չգնալու, չաշխատելու միայն բարձր վճարելու համար։ Ես օրինակ չեմ վազում ամեն փայլուն խաղալիքի հետևից։ Նախ մտածում եմ, արժե արդյոք։ Ինչպես սկսել։ Դե իհարկե չեմ ասելու դառնանք ֆինանսական գուրու։ Սկսեք փոքրից։ Գրեք ձեր եկամուտներն ու ծախսերը։ Սովորեք տարբերել ուզում եմը պետք էից։ Մի քիչ խնայեք, թեկուզ քիչ, եւ ամենակարևորը հարցեր տվեք։ Սրա կարիքն ունեմ։ Ինչ կլինի, եթե սա չունենամ։ Խիստ անհրաժեշտություն կա։ Ֆինանսական գրագիտությունը ձանձրալի թեմա չէ։ Ձանձրալի է, երբ գումար չունես ու չգիտես ինչու։ Սովորեք ճիշտ վարվել ձեր գումարի հետ, որ սկսեք կառավարել ձեր կյանքը, ոչ թե ձեր վարկերը։ Եվ միշտ հիշեք, եթե կատուն կարող է բյուջե պահել, դուք հաստատ կարող եք։ Ձեզ հետ կրկին Փիսոն էր։ Սովորեք գումար խնայել։ Կհանդիպենք հաջորդ անգամ։